Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, ողջունում ենք ձեզ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Խնդրում ենք մեր այն հարգարժան ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր OneTalk YouTube-յան ալիքին, ընդհանրապես սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել մեր OneTalk YouTube-յան ալիքին եւ դրանով հանդերձ խրախուսել մեր աշխատանքը։ Այսօր մեր հյուրն է բանաստեղծ, թարգմանիչ, դոցենտ Վահե Արսենը։ Վահե, բարև ձեզ եւ շնորհակալություն, որ ժամանակ եք գտել։ Գիտեմ շատ բազմազբաղ մարդ եք եւ եկել եք մեր տաղավար։ Ես էլ շնորհակալ եմ, որ իմ խոսքը կարևորում եք։ Մտավորականի խոսքը պիտի կարևորել, իմ կարծիքով, մեր այս ոչ այնքան մտավորական եւ ոչ այնքան լուսավոր ժամանակներում, մեղմ ասած։ Վահե, ինչ է գրում այսօր իր երկրի մասին մտահոգ բանաստեղծը, ինչպիսին որ դուք եք։ Որքանով է այն հասնում ընթերցողին։ Պես մի ռետորական միջազգ։ Այսօր ճիշտ ասած, հենց մուսաների լռելու ժամանակն է։ Որովհետև քաղաքական այս խառնիչ աղանջ իրավիճակում մտային աբսուրդի եւ գրոտեսկի ժամանակներում դժվար է ստեղծագործել, հատկապես երբ անընդհատ մտքիդ այն է, որ հայրենիքը օր-օրի պակասում է, սակավանում է, փոքրանում է։ Գրում եմ, իհարկե, ստեղծագործում եմ եւ ստեղծագործություններից մեկը ես 21 թվականի այդ փետրվարյան այդ առաջին ցույցերի ժամանակ այնտեղ էլի մշակույթի գործիչների այսպես բեմ տվեցին մի օր եւ այդտեղից ես բանաստեղծություն կարդացի, նաեւ արցախցի իմ ընկերները բանաստեղծություններ կարդացին եւ այդ բանաստեղծությունից հետո անմիջապես սկսվեցին նաեւ քաղաքական հետապնդումները եւ այսպես այդ կետից սկսած արդեն ամեն բան իհարկե փոխվեց։ Բարձ է։ Դուք հաճախ եք եկան քաղաքական, դուք հաճախ եք քաղաքական գրառումներ անում։ Ինչպես եք տեսնում մեր երկրի վաղը։ Ապագան, հա։ Այո, վաղը, ապագան, ինչպես դուք։ Այս ապագան արդեն այսօր է, որը շատ ցավալի է։ Ապագան, եթե այս տեմպերով է գնում, ապագա չի լինելու եւ ներկա էլ։ Հիմա ներկա մենք չունենք, ցավոք սրտի, քաղաքական ապագա կա ապագա։ Քաղաքական առումով Հայաստանը այսօր այ որ խոսում է ինքնիշխանության համար եւ այլն, այսօր Հայաստանը քաղաքական առումով նա գոյություն չունի։ Նա այսօր ծառայում է հնարավոր բոլորին, բոլորի շահերին, այդ հատկապես կայսրությունների շահերին եւ ցավալին այն է, որ հիմա նա մի քանի կայսրության շահերի է ծառայում, ինչը ամենավտանգավորն է, որովհետեւ այստեղ ամեն մեկը իր մասն է փակցնում, այսինքն Ուկրաինայի սցենարն է, դասական։ Ամեն մեկը տեսեք, օրինակ, այնքան ցավալի է այդ ես նայում եմ Թրամփի եւ Զելենսկու այդ այսպես ինչ որ կիսախոսակցական, կիսափողոցային, հա, ի վերջո զրույցի վերածվեց, որտեղ Թրամփն անդադ ասում է I'm a good dealer. I'm a dealer. Let's make the deal. We are here to make the deal. Այսինքն այստեղ ոնց որ ինչ որ բիզնես հարաբերություն է, այնտեղ միլիոններով մարդիկ են զոհվում։ Ուղղակի կոտորած է։ Ես ուշադիր եմ, գիտեք, նայում եմ եւ ռուսական եւ ուկրաինական տելեգրամյան ալիքները, նայում եմ, տեսնում եմ ինչ կոտորած է, այսինքն մի զինվորին պատկերացրեք, որ անօթաչուն մի զինվորին գնում հարվածում է։ Եվ ասենք խփեց, զինվորը պարկել է արդեն, երկրորդ անօթաչուն այդ նույն զինվորին։ Այսինքն չեն խնայում նույնիսկ այսպես ասած այդ հաշվարկներ կան, չէ՞, բանակում, որ ասենք մի զինվորի համար որքան ինչ ցենքով խփես եւ ինչ կոպիտ բան եմ ասում, բայց այդ միավորը ինչ արժի, որտեղ ցավալիորեն այդպես է, բայց մարդկային առումով ես էլ դա չեմ ընդունում, բայց այդպես է։ Բայց ոչինչ չեն խնայում։ Նույնը իդեպ Արցախում էր։ Ադրբեջանը ոչինչ չէր խնայում, սա ոչ թե դա միայն պատերազմ էր, դա հենց ռազմի դաշտում էր դա ցեղասպանություն։ Այսինքն անխնա ձևով կառավարվող հրթիռով ձայնագրությունները կան, երկու զինվոր մտնում են կամուրջի տակ, կառավարվող հրթիռը, որը ահռելի գումար արժի, որը կիրառվում է հիմնականում տեխնիկա, այն էլ խոշոր տեխնիկայի հարվածելու համար։ Նույնիսկ կարող է ինչ-որ պիկապ կամ թեթև մեքենա լինի, դրանով չխփեն։ Երկու զինվորի հետևից մտավ կառավարվող հրթիռը։ Այսինքն բայց այստեղ խոսվում է հազվագյուտ հանածոների մասին։ Դուք հասկանում եք, այսինքն ամբողջ կոնտեքստը զրույցի դա հազվագյուտ հանածոներն էր, որի համար այստեղ խոսում էին երկու երկրների ղեկավարները, իդեպ մեկի երկիրը
արդեն ծվեն արվել եւ այնտեղ էլ պետականությունը չգիտեմ, այնտեղ երբևէ կլինի թե չի լինի էլ։ Ճիշտ եք ասում, բայց եկեք այսօր մի քիչ դեռ կանդրադառնանք դեր այդ հարցերին, այո, դրանք գլոբալ բոլորիս հուսող աշխարհ քաղաքական հարցեր են, ողբերգական իրողություններ, եկեք մի քիչ գանք դեպի հայ գրականություն։ Այսօր հայ գրականությունը տարբեր ժանրերում ունի տաղանդավոր անուններ, օրինակ Խեչոյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Արամ Բալչյան, Էլֆիկ Զոհրաբյան, Դավիթ Մշեցի, Կարինե Խոդիկյան եւ այլք։ Ինչպիսին է արդի հայ գրականությունը ըստ դոցենտ Վահե Արսենի։ Արդի հայ գրականությունը ճիշտ ասած այսօր այսպես ինքնահոսի վիճակում է, որտեղ այս ամբողջը պիտի դեռ մարսվի եւ հետո դառնա արդեն բանաստեղծություն, պատմվածք, պիես, էլ չեմ ասում վեբ, որի համար վեբի համար անհրաժեշտ է երկար տարիների խաղաղություն եւ հանգիստ մտային աշխատանք, այսինքն ներքին խաղաղություն, որը ցավոք մեծ բաժին չի հասել, դրա համար էլ հիմնականում մեզ մոտ բանաստեղծության ժանրն է ամենազարգացածը, հա, սկսած ասենք օգտան երգիչներից կամ լավագույն մեր գրողներից, ասենք մինչև, չգիտեմ, Չարենց 60-ականների սերունդ, հետո արդեն մեր սերունդը, որը նույնպես այդ իմպուլսիվ ազատության այս լիցքերն էր կրում, այսօր турբուլենտ վիճակում է, եւ որ անկեղծ ասեմ, ես այսօր առանձնապես հայ գրականության ընթացքին չեմ հետեւում, ինչ որ բաներ լինում է ինտերնետում կարդում եմ, բայց անկեղծ ասեմ, առանձնապես չեմ հետեւում, որովհետեւ գոյաբանական այս իրավիճակում հասկանում եք, հիմա ինչ ուզում ես գրիր, ինչ ուզում ես արա, եթե դու Արցախը կորցրել ես, եթե քո երկրում մտային քաոս է, եթե քո երկրում մարդը կանգնում ասում է, որ Արցախը մերը չէր, հասկանում եք, Արցախը մերը չէր, այսօր այնպիսի բաներից են եւ անընդհատ այդ Օվերտոնյան այնքան պատուհաններ բացեցին, թուրքը թշնամի չի, բարեկամ է, այդ հողերը մերը չէին եւ այլն, աբսուրդ, անընդհատ, այսինքն արդեն հանձնված էր, որ գիտեք հիմա այս ամենի մեջ չգիտեմ գրական ընթացքից ճիշտ ասած ես անկեղծ ես ասեմ չեմ կարող խոսել Շատերս ենք շեղվել Վայջան շատերս ենք շեղվել այո բայց եկեք հնարավորինս գանք դեպի գրականություն հետո խոսենք իրավիճակում եթե մարդը չի շեղվում ուրեմն ինքը նորմալ չի այո համաձայն եմ ձեզ հետ նա չի կարող ապրել իր հայրենիքի խնդիրներից ու ցավերից զերծ Բայց ես ստեղծագործենք մի քիչ փորձենք այո ես հետևում եմ ձեր ստեղծագործություններին եւ դուք ստեղծագործությունը ամեն դեպքում չեք մոռանում այս քաղաքական դամատացությունների դաժան իրողությունների եւ այնինչ Աստված քեզ տալիս է այդ առաքելությունից դու ինքնին չես կարողանում շեղվել որտեղ ուրեմն պիտի Աստծուն մոռանաս նրանից հրաժարվես եւ այդ ժամանակ արդեն իհարկե կյանքիդ ամբողջ հարաբերությունը տիեզերքի հետ փոխվում է եւ դրանից կարծում եմ ոչ մեկը չի շահի Դուք հաջողությամբ թարգմանել եք Դեն Բրաունի գործերից, ինչպես նաև Վիրջինիա Վուլֆ։ Այսօր ինչ եք թարգմանում։ Այսօր թարգմանում եմ Վիրջինիա Վուլֆի Դեպի Փարոսը վեպը, էլի բարդ ստեղծագործություն է, Միսիս Դելովեն բավականին երկար ժամանակում թարգմանեցի, Ինֆերնոն Դեն Բրաունի արագ, այսպես հնարավոր իմ համար ես դանդաղ եմ թարգմանում, որովհետև ամեն բառը երկար քննում եմ, կշռում եմ, փորձում եմ ոչ թե մեխանիկորեն արագ անել ինչը հատուկ է ասենք օրինակ ռուսական դպրոցում այդպիսի ճյուղ կա որ շատ արագ են թարգմանում կոնվերային համակարգով երկար չխորանալով այո ռուսերենով դա լավ է հնչում բայց երբ խորանում ես համեմատում ես արդեն տեսնում ես որ ուղղակի մոտավոր իմաստ թարգմանել են անցել են առաջ որակը տալիս են իրենց լեզվով բայց որպես թարգմանություն իհարկե դա չեմ կարող որակել համարել որտեղ այստեղ արդեն համարժեքության խնդիր կա տեքստերի Եվ պիտի սա ոչ թե օրինակ այսպեսի բան կա, չի ասում են Շեքսպիրը այնպես է թարգմանել, որ ավելի գեղեցիկ է, քան անգլերենը։ Դա նշանակում է, որ լավ չի թարգմանված, որտեղ չի կարող ավելի գեղեցիկ լինել, քան Շեքսպիրն է գրել։ Եթե Շեքսպիրը պետք լիներ, շատ գեղեցիկ կարող էր ավելի գրել։ Այսինքն գրել է այնքան, որքան այնքան գեղեցիկ կամ այնքան միգուցե մարդու քիմքին, գեղագիտական քիմքին տհաճ, որտեղ Շեքսպիրը շատ ունի այդպիսի բաներ։ Իդեպ թարգմանություններից շատերում դրանք հարթվել են, նաև ռուսերեն թարգմանություններում, հայերեն թարգմանություններում, օրինակ այնտեղ բավականին այսպես ունի բաց տեսարաններ, սեռական բնույթի երկխոսություններ, որոնք օրինակ խուսափել են հատկապես սովետի ժամանակ գրաքննություն կար եւ ամեն բան չէր կարելի թարգմանել, բայց երբ որ հիմա խորը վերլուծում ես, նայում ես ինչ է ասում,
իզուր չի, որ ասենք Ֆրոյդը իր հոգեվերլուծական աշխատությունների ահռելի մասը գրել է օգտվելով Շեքսպիրի պիեսներից։ Այո։ Հասկանում եք։ Շնորհալի գրողն այսօր գնահատված զգում է իրեն։ Գիտեք ինչ, սկզբնական փուլում այդ մասին մտածում ես գնահատված լինել, չլինել, հիմա ճիշտ ասած ես այդ մասին բաղուր որ հիմա ասիկ Այնքան մտածելու բաներ կան, որ չեք մտածում չէ բաներ։ Ճիշտ ասած այդ գնահատված լինել, լավ բան եք ասում, իհարկե շատ ես ուզում գնահատված լինել, հատկապես երբ տասնյակ երկրներում Հայաստան ես ներկայացրել եւ վատ չես ներկայացրել հաստատ։ Այո։ Ասենք այնպես ես ներկայացրել, որ Ռոտերդամում ասենք Ադրբեջանի եւ Թուրքիա ես իրենց հասարակությունը այնտեղի իրենց հանրույթը հավաքվեց մայր թատրոնի դիմաց, որպեսզի ինձ հետ զրուցի կամ միգուցե նաև ինչ որ վնաս պատճառի, որովհետև այնտեղ ուղիղ եթերով խոսեցի Արցախի մասին, ցեղասպանության մասին եւ հետաքի դա ամենամեծ փառատոնն է աշխարհի պոեզիայի Ռոտերդամի միջազգային փառատոնը եւ այնտեղ շատ ազատ է ամեն բան, տևում է 1 շաբաթից ավելի եւ բոլոր միջոցառումները ուղիղ եթեր են գնում։ Եվ տեսել էին եւ անմիջապես եկել հավաքվել էին, նույնիսկ այնտեղ պաղեստինցի ինգերս մի քանիսը մնացածը իրենց հերու պահեցին, այս մի քանիսն եկան, որ ասացին ինչ էլ լինի, մենք քեզ հետ ենք, որովհետեւ գիշեր ուշ հյուրանոց էին գնում եւ այդ խումբը մեր հետևից գալիս էր, այսինքն մենք մտածում էինք, որ նույնիսկ կարող է հարձակում ինչ որ այսպեսի բան լինել, որը շատ մոտ էր իհարկե, բայց քանի որ այս խումբը ինձ հետ եկավ, ընկերներիս, հատկապես պաղեստինցի գրող Նաժվան Դարվիշը, իմ լավ ընկերը, այսպես ասած չփորձեցին, մոտեցան մի պահ արդեն եւ նաեւ մենք մեզ հետ գարեջի շշեր վերցրեցինք ամեն դեպքում, լիքը շշեր, որպեսզի կարողանանք եթե պետք լինի պաշտպանվել, որտեղ բավականին ագրեսիվ ամբոխ էր, բայց նաեւ կազմակերպիչներից մի քանիսն եկան, հետո էլ Նաժվանը ասեց ես կգամ մինչեւ վերջ նույնիսկ մենք մի պտույտ էլ արեցինք, որպեսզի հասկանանք, որպեսզի չմտածեն նաև, որ մենք հայը փախնում է։ Ես միշտ պատվով եմ բոլոր երկրներում, ես չեմ ամաչել, որ հայ եմ։ Հիմա ես երկու էլի միջազգային փառատոնի եղել եմ պատերազմից հետո, Վրաստանում եմ եղել միջազգային փառատոնում եւ անցած տարի Գերմանիայում, բայց ներքին արդեն գիտեք ինչ, այդ առողջ հպարտությունը, որ դու հայ ես, հիմա էլ չունես, որովհետև ոչ թե դա պարտությունն է խնդիրը, այլ այն մտային քաոսը, որը մեր իշխանավորները տարածում են։ Այն գիտեք ինչ փաստը, որ պարտությունից հետո 680,000 մարդ գնացել եւ ընտրել է Նիկոլ Փաշինյանին։ Դուք այսինքն այդ 680,000-ը ինքը համաձայն է Արցախի կորստին, ինքը պատրաստ է նորից զիջել, պատրաստ է անverջ պարտվել եւ հետո զարմանում են, որ ինչու ենք, բայց մենք անverջ պարտվում, ինչու են ծառերը հանգարց այս հին ծառերը կենտրոնի, ես էլ եմ կենտրոնում ծնվել, կենտրոնում մեծացել եմ, հիմա եմ մի քիչ ավելի հեռու ապրում, զարմանում են, ասում, բայց ինչու է այսպես, բայց որովհետեւ դուք ընտրել եք պարտված ղեկավարի, ամբողջ դա ամենակարևոր խնդիրն է, ով է քո առաջնորդը։ 2021-ին չէին ասում, չէ՞ որ պարտվել ենք դեռ 2021-ին դեռ Արցախի մի որոշակի հատված ունեինք եւ ամեն դեպքում շուտի ամեն բան արդեն 2021-23-ը չես ամեմատի իրար հետ։ Ինձ համար երբեր պարզ։ Ես Արցախում էի, պատերազմի առաջին օրը ընկերոջս հետ մենք մեկնեցինք Արցախ։ Եվ մոտ 10 օրից վերադարձա եւ սկսեցի այստեղ արդեն քրքրել լուրերը, ղեկավարի մեր ուղերձները եւ այլն եւ տարօրինակորեն հայտնաբերում են, որ առաջին օրը պատերազմի իր խոսքում 3 անգամ կրկնում է ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի։ Այսինքն 3 անգամ մանտրայի նման կրկնում է պարտություն բառը։ Եթե քո մտքի մեջ, եթե դու Արցախը ասում էիր Հայաստանը եւ վերջ, այսինքն ինչ վստահություն կար, չէ՞։ Ասում էիք նոր պատերազմ, նոր տարածքներ։ Այսինքն ամբողջ ինչ էր իրենց միտքը, խոսույթը, որ մեր դեմ կոպիտ ասած խաղ չկա։ Մեր դեմ խաղ չկա։ Հա։ Ասում էիր ես սկսում եմ իմ 0 կետից։ Ասում էիր որ Արցախը ինձ չի ընտրել, չէ՞։ Դրա համար ես չեմ կարող։ Այդ 0 կետի պահն են հիմա բանը։ Հիմա տեսեք, մեծ նրբություններ կան։ Այդ 0 կետն է հիմա մեղադրում։ Այսինքն 3 քաղաքական հայտարարություն,
որի հիմքը հաստատեցիք Թուրքիայի ցանկություններ։ Մինսկի խումբը մտցնել փակուղի։ Վայջան, ես Եվ ամենակարևորը, ես էլ ասեմ, որտեղ սրանք կարևոր բաներ են, գիտեք, եթե մի հոգի էլ սա լսի եւ իր մեջ ինչ որ բան փոխվի, ինչ որ հասկանա, որ միգուցե ինքը ճիշտ չի եղել, ճիշտ չի մտածում, արդեն մեծ բան է։ Եվ վերջապես 4-րդ, 5-րդ օրն է, չեմ հիշում, ասեց մի բան, այստեղից արդեն ես ասի, որ վերջ։ Իմ ընկերները, մտերիներս, բոլորը դա գիտեն։ Կանգնեց բարձրագույն ամբիոնից հայտարարեց, որ մեր բանակում դավաճանություն է։ Դուք տեսել եք, որ երկրի առաջնորդը, այսինքն գլխավոր հրամանատարը կանգնի ասի, որ իր բանակում դավաճանություն է։ Այդպիսի բան երբեք չի եղել։ Չէ, եթե եղել է բացահայտվի, եթե չի եղել, դա այլ հարց է։ Չէ, եթե եղել է, եթե բոլոր պատերազմներում կան դավաճաններ, բայց եթե դու պատերազմի ժամանակ առաջին օրերին հայտարարում ես, որ քո բանակում դավաճանություն կա, նշանակում է, որ դու այդ բանակը առաջնորդում ես պարտության։ Այսինքն դու այնտեղ բարոյական ճգնաժամ ես ստեղծում, որտեղ եթե մարդը լսում է, որ իր բանակում դավաճանություն է, այն էլ ամենաբարձր բերանից։ Նա էլ կգնա կռվի, պատկերացնեք նա ինչ հոգեվիճակում է հայտնվում։ Հիմա տեսեք, երկրորդ համաշխարհայինում, չէ՞։ Երևի ավելի շատ դավաճան ոչ մի ժամանակ չի եղել սովետական միությունից որ կային։ Դրանք 100,000-ներով էին դավաճանները։ Բայց ինչ էին անում։ Տեղում գնդակահարում էին եւ գրում էին այդ զինգրքույկում, որ զոհվել է մարտական առաջադրանքը կատարելիս։ Վերջ, դավաճանություն չկա։ Ոնց, բայց դու եթե պատերազմի ժամանակ հայտարարեց, որ դավաճանություն է քո բանակում, զորքը շուտ կգա կգնա։ Ես լրիվ հասկանում եմ ձեր քաղաքական ամեն ինչը եւ չի կարող այսօր մտավորական, այսպես սրտացավ մտավորականը չապրել ու չայրվել իր երկրի իր հայրենիքի այս ցավերի մեջ, ուղղակի եթե թույլ կտակ վերջում այսպես կամփոփենք, հա, ձեզ հետ միասին համատեղ այսպես բանկարենք, մի քիչ փորձենք մեր այսօրվա մեր ունկնդրին, քանի որ դուք արվեստի գրականության մարդ եք, մի քիչ նորից դեպի գրականություն գնանք, հետո վերջում իհարկե կամփոփենք։ Գրականագիտական դաշտում քիչ ենք տեսնում քննադատական հոդվածներ։ Գրականագետները վախենում են հարաբերություն փչացնելուց, թե իրոք ամեն ինչ հանճարեղ է գրվում բարի։ Չէ, այս վերջերս օրինակ ահագին կային էլի գրականադատական այսպես երիտասարդներ են եկել, գիտեք, նաև ես գրականության ինստիտուտում եմ աշխատում, Մանուկ Աբելյանի անվան։ Եվ հանդեսում էլ տպվել էր եւ բավականին այսպեսի բանավեճեր կային, չէ, այդ մեջ չի որ այս չկա քննադատական խոսք կամ չէ, կա այդ ամենը, ուղղակի գիտեք ցավալիորեն եւ միայն սա Հայաստանում չի, ամբողջ աշխարհում է գրական շարժումներ, գրական ընդվզումներ հիմա չկան։ Սա շատ ցավալի բան է։ Ինչու չկա, ինչն է պատճառը։ Մարդիկ կոնֆորմիստ են դարել ավելի, հա, հարմարողական դարձրել են ավելի ճիշտ։ Դարձրել են, այ ես դա համաձայն եմ։ Բոդրիարը այս մասին վաղուց է ասել, Յունգը շատ լավ ձևակերպել է, իհարկե Յունգը անհատի մասով է ասում, բայց այնքան լավ է, ես կոնտեքստից, հա, իր կոնտեքստից պերսոնայից եւ ստրելների ես բերեմ մեր ժամանակներ եւ այսպես ընդհանուր կոնտեքստին այս նրա խոսքը կպցնեմ, ասում է, որ տեղի ունենում իմաստի ճգնաժամ։ Հիմա իմաստի ճգնաժամ է։ Այսինքն գրականությունը, արվեստը այն ժամանակ է վերել կապրում, երբ մարդը իր գոյության մեջ, իր ազգի, մարդկության տեսնում է շատ ավելի մեծ, շատ ավելի մնայուն նպատակ, քան իր սահմանափակ կյանքն է։ Սա ամենակարևոր բաներից է։ Այսինքն նկարիչը ինչքան էլ ինքը ստեղծագործի այդ օրվա մեջ, հասկանում եք, ինքը ստեղծագործում է հավերժի համար։ Հիմա տեսեք, օրինակ, հիմա բանանաս կոչով օրինակ, հա, ես եղել եմ այդ հենց անցած տարի Գերմանիայում, ամառը հենց այդ թանգարանում եղել եմ, որ բանանը կպցրել էին այսպես ժապավենով, կպչուն ժապավենով պատին եւ դա 150,000, եթե չեմ սխալվում, եվրոյով թե ավելի թանկ վաճառվեց։ Սրանք հպանցիկ, սրանք այսպես ասած էպատաժային գործեր են, նույնիսկ դա գործ չի, դա ընդամենը ակցիա է, որը հետագայում ընդամենը անցնելու են ոչ մի, բայց ասենք հիմա Ռեմբրանտը, Պիկասոն, Ռաֆայելը, չգիտեմ, մեր այսպես աներևակայելի հայրենները ստեղծողները, Մաշտոցը, չգիտեմ, Ներսես Շնորհալին, նրանք ստեղծագործել են հավերժի համար։
Նրանք չեն ստեղծագործել, որ էպատաժի ենթարկեն։ Այսինքն Այո. պիտի լինի շատ ավելի մեծ գաղափար, քան մարդու կենցաղն է, անգամ եթե գրողը ստեղծագործում է իր ստեղծագործության մեջ անդրադառնում է կենցաղին, կենցաղային հարաբերություններին մեջ, միևնույն է դրա մեջ, կենցաղի մեջ, չգիտեմ, այդ ավտոբուսի, կանգառի, սուրճի, գրիչի, այս ամեն սեղանի մեջ նա տեղավորում է ամբողջ տիեզերք։ Այսինքն այդ կենցաղի մեջ շատ ավելի բան կա, քան երևում է։ Այդ կենցաղից ծնվում է ամբողջ տիեզերքը եւ տիեզերքն է դրա մեջ եւ այդ ամենը տիեզերքի մեջ։ Այդ տիեզերքի հատիկի անկիսելի, հա, պրոտոնի, որ այդ Ֆրանսիայի, Շվեյցարիայի սահմանի այդ քլայդերում փորձում են ստանալ, այդ անկիսելին, այդ անկիսելի բացառիկ։ Երկու ծրագրավորված հարցի արագ պատասխանել ձեզնից ակնկալ ենք, հետո այսպես լավ, ոնց որ ասում են, չնայած ես չեմ ձեզ ազատություն տվողը, բայց փորձենք այսպես ավելի ազատ ամփոփել մեր այսօրվա զրույցը եւ ավելի ազատ կերպով ձեզ հնարավորություն տանք արտահայտենք ձեր մտքերը եւ մտահոգությունները այս ամենի վերաբերյալ։ Ըստ ձեզ գրաքննությունը 21-րդ դարում կօգներ թե կխանգարեր հեղինակներին, չէ՞ որ այսօր շատերն իրենց գրող, երգիչ, քաղաքագետ են հռչակել։ Շատ լավ հարց եք տալիս։ Գրաքննությունը կօգներ թե Այո, այո։ Այն ինչ որ քչացել է, էլի, չէ՞ հիմա։ Գրագիտեք ինչ, նույնիսկ այսպես անառողջ գրաքննությունը, սովետական գրաքննությունը, հա, որ իմ հարազատներին էլ ասենք աքսորել են, բան են արել։ Որ Պապիկի Սիսահակյանը անձամբ ինքն է փրկել։ Այսինքն մյուս կայարանում պատկերացեք կարողանում է իր հնարավորությունների կապերի շնորհիվ մյուս կայարանից արդեն սափրած բան իջացնի գնացքից, պատկերացնում եք, բայց նույնիսկ անառողջ գրաքննությունը արվեստը կարևորում է։ Այսինքն դա այն ժամանակ է արվում, երբ մարդու խոսքը, երբ արվեստի խոսքը լայն իմաստով կարևորված է եւ դրանից ինչ որ բան է կախված, եւ դա կարող է մասսաներին ոտքի հանել կամ կարող է եղանակ փոխել երկրում։ Ցավոք սրտի հիմա դա չկա։ Հիմա միակ բանը, որ կարող է եղանակ փոխել, ցավալիորեն դա պարզունակ բնազդներն են, ընդամենը թերթեք այդ reels-ը, այդ short վիդեոները, կարճ տեսագրությունները եւ կտեսնեք եւ փողը, անշուշտ։ Այս երկուսն է։ Իսկ գրողներն արհեստական ինտելեկտից վախ չունեն։ Իհարկե կունենան։ Իհարկե կունենան։ Որտեւ արդեն բանաստեղծությունները, լավ բանաստեղծություններ ա գրում։ Այս վերջերս փորձ էին արել, օրինակ Շեքսպիրի, իրեն հանձնարարում ես, ասում ես Համլետի նման մի գործ ստեղծի, եւ ինքը վերցնելով այնտեղ ոսկե միջին հանելով, բավականին հետաքրքիր տեքստ է կառուցում, բայց ինչքան էլ արհեստական ինտելեկտը լավ համադրի, այո, միևնույն է նա չի կարող անել ամենակարևոր բանը, որը անում է մարդը։ Ամենակարևոր բանը սխալը։ Արհեստական բանականությունը կոմպյուտերը չի կարող սխալվել եւ դա հենց կոմպյուտերի աքիլեսյան գարշապարն է։ Օրինակ Էյզենշտեյնը երբ արդեն Hammer ֆիլմից անցում եղավ, ձայնը հայտնագործվեց, հա, որ կարելի է ձայնով ֆիլմը, ինքը ինքավ այսպես մեծ ճգնաժամ ապրեց, ինքը չգիտեր ինչ անել, ասում էր շատ է ռեալիստական, շատ է իրական, դա էլ արվեստ չի, եւ ինքը ինչ արեց, հետաքրքիր բան արեց, ձայնը shift-ա կոչվում, ձայնը եւ պատկերը իրարից հեռացրեց, այսինքն մենք տեսնում ենք շարժումը, հետո լսում ենք ձայնը, որպեսզի ասում եմ պիտի ճշգրիտ չլինի, օրինակ Չարլզ Չապլինը, քանի որ իմ, այսպես ասած, երկրորդ գրականությունից հետո երկրորդ մեծ արվեստի գիրքը դա կինոն է, ես նաեւ դասավանդում եմ ծրագիր գրեցի համալսարանի համար, համաշխարհային գրականություն եւ կինո, եւ տարածաշրջանում միակն է եւ շատ պահանջված է, այսօր ես բազմաթիվ բուհերից առաջարկներ ունեմ այդ ծրագիրը այնտեղ կարդալու։ Թատրոնի կինոյի պետական ինստիտուտից չունեք առաջարկություն։ Դե այստեղ ես չեմ քննարկել, բայց դրսից ունեմ։ Եվ օրինակ տեսեք, Չապլինը տապալվեց, ձայնով ֆիլմը Չապլինին տապալեց։ Հենց որ ինքը սկսեց ձայնով, հետո գունավոր ֆիլմեր նկարահանել, Չապլինի միջից այսպես մեջտեղից դուրս եկավ։ Իսկ մինչև այդ իհարկե Չապլինը հանճարեղ էր իր այսպես փոքրիկ մարդու, իր Վեգեբոնդի, Անոթևանի, հա, փոքրիկ մարդու մեծ
ողբերգությունները ներկայացնելու։ Այ հիմա գանք այնտեղ որ կարծես թե ես ձեզ հայցելով ձեր ներողությունը ես կարող արվեստից խոսեմ եւ դու քաղաքական հարց դե ամփոփելու մեջ եւ ձեզ ուղղել մեր հաղորդաշարին արդեն հատուկ դարձած այցը ինչ անել ինչպես եք դուք պատկերացնում ապագան եթե կարելի է հնարավորինս ամփոփ որ այս վիճակից, այո, այս խորքային, այդ ճգնաժամի մասին բոլորն են խոսում, թե դիմադիր, թե ընդդիմադիր, թե շատ իրարամերժ մարդիկ, անգամ իրար չընդունող մարդիկ, որ վատա, էլա վատա, բայց գուցե մեր ժողովուրդը, մեր հասարակությունը հարգելի վահ է, չի կարողանում ելքը գտնել, թունելի վերջում չի կարողանում լույսը տեսնել նրա համար, որ ճիշտ մատնանշողներ, ճիշտ դեղատոմսեր տվողներ չկան։ Գիտեք, դեղատոմս տվող կա, բայց լսող չկա։ Լսող չկա, որովհետև եսը մարդու այսօր առաջին պլանում է։ Հիմա տեսեք, օրինակ, հիմա էլի հասունացել է, չէ, ընդհանուր մեծ այսպիսի ցասում, չէ։ Մենք տեսնում ենք ամեն առումով, ասենք, պետության մեջ ձախողումներ են եւ այսպես անընդհատ ամեն օր եթե նայում եք կառավարության մոտ ինչ որ մի բողոքի ցույց է եւ ինչ որ մի այդպիսի բան է։ Բայց տեսեք հիմա ընդդիմադիր դաշտում տեսեք ինչ պարակտում կա, հենց հիմա սկսվում է այդ պարակտումը, հանկարծ իրար սկսում են քարեր նետել իրար վրա, ինչ որ բաներ անել։ Արդյոք սա կասկածելի չէ։ Այսինքն առնվազն այդ կողմերից մեկը ուրեմն փորձում է ամեն բան անել, առնվազն մեկը։ Առնվազն, չեմ ասում բոլորը կամ երկուսը, ասում եմ առնվազն մեկը։ Ուրեմն փորձում է ինչ որ բան անել, որպեսզի հանգարց այդ ժողովրդի այդ ապստամբությունը, հա, այդ ցասումը տեղի չունենա։ Այսինքն այդ կափարիչը ոնց որ թեյնիկը երրացող բարձրացնում ես, չէ, գոլոշին դուրս է գալիս։ Գուցե վատ են աշխատում։ Մտավորականները գուցե վատ են, այսինքն ես մտավորականները աշխատում են։ Ախր հետո տարական բաներ կա, գիտեք, նույն մարդիկ անընդհատ, այդպես անընդհատ չի խոսքա նախկիններ, բաներ, չէ, այս թեման անընդհատ շրջանառվում է։ Միթե լավ, հատկապես այդ նախկինների, բայց չի գտնում որ դա լավ։ 100 անգամ ասել եմ Ես մասնակցել եմ այդ պատերազմից հետո ինչ հնարավոր է, ինչքան ընդդիմադիր շարժումներ կամ աշխատել եմ գրեթե, որը ինչ որ կոնկրետ հստակ կայսերական կողմնորոշում գիծ չունի, մենակ դրանց չեմ մասնակցել։ Մնացած բոլորին մասնակցել եմ, որտեղ տեսել եմ, որ հնարավոր է ինչ որ բան փոխել։ Նույնիսկ նրան էլ եմ համաձայն, այնքան որ հնարավոր լինել Արցախը փրկել։ Ես յուրաքանչյուր ուժի հետ կհամագործակցեմ, եթե տեսնեմ, որ հնարավոր է փրկել երկիրը, որտեղ դա ինձ համար գերակա է ամեն ինչից։ Չեմ կարող ես ասել, չէ, ես սրա հետ չէ, նրա հետ չէ, թողնենք սենց վերածվի ընդհանրապես։ Մենք ավերակներում ենք նստելու, ախր մենք չենք պատկերացնում ինչ է տեղի ունենալու։ Այնպես ինչպես Սիրիան չէր պատկերացնում, որ հնարավոր է այդ հնագույն հուշարձանները դնեն ու քանդեն բուլդոզերով, լոմով, մուրճով, քանդեն ուղղակի։ Ուրեմն ինչ պիտի անենք մենք ձեզ հետ միասին։ Ես քանիցս ասել եմ, լավերով, մտավորականներով, բոլոր բաներին ես սոս հնչեցրեցի ժամանակին, դեռ 21 թվականին։ Ասացի Սփյուռք, միահամուռ, համախմբվեք, եկեք։ Մենք կորցնում ենք հայրենիքը։ Դեռ Արցախից ինչ որ բան մնացել էր։ Դե մի մասն եկան, մի մասին չթողեցին որ գային։ Ասենք ազգի նվիրյալներին, մարդիկ իրենց ամբողջ կենսագրությամբ օրինակ ազգի համար գործ են արել, բանտերում են նստել եւ այլն, բայց չէին թողնում մտնեն։ Ստեղ գալիս էին վրաները գործ էին սարքում եւ այլն։ Այսպիսի բաներ էին արվում, բայց ամեն դեպքում համաժողովրդական համախմբում իհարկե տեսանք, որ լայն իմաստով չի լինում, որովհետեւ մեր ժողովուրդը տարիներ շարունակ խաբվել է։ Այսինքն նա ընդամենը հերիքա որ բաց մի հատ նայեք ովքեր էին մեր ազգային ժողովում, մի հատ նայեք էլի ովքեր էին մեր, ինչ օդիոս դեմքեր էին ազգային ժողովում, այդքանի տոկոսներ ազգային, նախկինների մասին է հենց խոսքը, այդ ազգային ժողովում քանի հոգի էր մտավոր գործունեությամբ ապրող մարդ, քանի հոգի կարող էր նստել այդ օրենքների վրա աշխատել։ Ես օրինակ երիտասարդական խորհրդարանի անդամ եղել եմ, հիշում եմ։ Ես աշխատել եմ այնտեղ Ես մոտավորապես չեմ ասում խորը գիտելիքներ ունեմ, բայց գիտեմ ինչպես է աշխատում այդ համակարգը, որ օրենքների վրա աշխատել եմ, ված չեմ աշխատել, գովեստի խոսքեր եմ լսել, այդ օրենքը հետ կանչեցին, որը մենք օրինակ քննադատեցինք եւ ընտանեկան օրենսգիրքներ այն ժամանակ։ Այսինքն գտանք այդ բացերը եւ այլ իրոք, ասենք, բայց մի հատ դուք նայեք ովքեր էին այդ ազգային ժողովում, այսինքն այդ երեխան դպրոցականը, որը այսօր արդեն
պատանի ավելի մեծ է, արդեն հասուն մարդ է։ Նա ինչ է տեսել է ինչ որ օդիոս դեմքեր, որոնք փող ունեն, իշխանություն ունեն, որոնք իրանց պահում են կիսախուլիգանի պես, չէ՞, մարդ ծեծելով ամեն ինչով, չէ՞։ Եվ դրանք նստած էին, այսինքն մեր ազգային ժողովում։ Ազգային ժողովը դա ազգի սերուցքն է։ Սերուցքը։ Ուրեմն ձեր խոսքից հասկացանք, եթե կարելի է եզրափակենք, ձեր խոսքից հասկացանք, չնայած նույնիսկ եմ ասում, թեման շատ ծավալուն է, չէ, շատ ընդգրկուն է, կարելի է շատ խոսել, որ փաստորեն ձեր կարծիքը, այսպես ասած, եզրափակիչ, որ լսողներ չկան եւ նաեւ ճիշտ ուղղորդողներ չկան, որpիսի մենք գտնենք շատ ու շատ հարցերի լուծումներ լայն իմաստով, եթե չասենք փրկվենք կամ չգիտեմ ինչ որ հարցով։ Պետք է նոր դեմքեր, նոր ուժեր են պետք։ Գիտեք, ավետարանում ասվում է, որ հին տիկերի մեջ նոր գինի չեն լցնում։ Այս անընդհատ այդ հներով, հատկապես օդիոզ մասով, ոչ ինտելեկտուալ, անընդհատ նրանց այդ կերպարներով հանդես գալը, գիտեք, առաջացնում է մեծ վանողական, այսպիսի վանող էներգիա։ Մարդիկ չեն ուզում, գալիս տեսնում են, ես քանի որ այնտեղ եմ եղել, կարող եմ նույնիսկ ասել այդ վրանները, բաները, նույնիսկ այդ մարդկանց նստելու ձևը, նրանց պահելա ձևը, նրանց այս ինքնագոհ վիճակը, հատկապես պատերազմից հետո, հարաբերս չէր նայվում, մարդիկ գալիս էին եւ այսպես բերանից արդեն հասկանում ես ինչ է ասում, թողնում գնում էին։ Ես չեմ ուզում անուններ տալ նաեւ իմ մտավորական ընկերների, որոնք մի մասը հենց այդ տեսնելով շատ Ձեր նոու-խաուն հետեւյալն է, որ նոր դեմքեր են պետք։ Նոր դեմքեր են պետք, հետո ընդունենք այսպես։ Համաձայն եք։ Հետո գիտեք ինչ, ժողովուրդը հիմա ծանր հոգեկան վիճակում է։ Սա պիտի հասկանալ։ Պատերազմում պարտվել ենք, այդքան զոհեր ենք տվել, այդքան տան լույսեր մարել են, գերիներ ունենք մենք։ Սարսափելի կադրերը, որ այդ արտաշիրիմում են անում, նոր թաղված երեխեքին հանում են իրանց ամուսիններին, երեխաներին, եղբայրներին, հանում են, որ բերեն, դա ահավոր է, այդ ամբողջը նաև ենթագիտակցորեն այդ տրավմաները նստում են եւ հիմա ժողովրդից շատ բան պահանջելն էլ սխալ է, բայց այն ընդհանուր ապատիան, որ տիրում է, դա լավ ծրագրված, մշակված այսպիսի գործողությունների, մտային գործողությունների անընդհատ ստեղծել մտային քաոս, հատիկ առ հատիկ, մտային քաոսը։ Դե ինչ որ մարդիկ ստեղծում են մտային քաոսը, ինչ որ մարդիկ էլ պիտի գան ու ցելեն այդ մտային կարծիքը, պիտի ձայն տան, պիտի խոսեցնեն նաև, պիտի դրա կարիքը լինի եւ նաև գիտեք ինչ մենք թողել ենք ասում ենք դե լայքերը, հա ոնց որ մեր ղեկավարն է ասում, դե ասում է իմ ու Էրդողանի այդ նկարը ամենաշատ լայքն է հավաքել։ Հիմա լայքերի դար է։ Հիմա այսպես կազմակերպված գրական հայերենով, գեղեցիկ հայերենով խոսքի դար չի այսօր մեզ մոտ։ Դուք նայեք ինչ են ամբողջ օրը դիտում մեր հանդիսատեսը, սիթքոմները, բերանները ծռելով, ուսուցչի կերպարը բերանը ծուռ, չէ՞։ Ուսուցչի կերպարը կիսագողական կերպար է, ունի քրեական անցյալ, եկել է այդտեղ եւ այդ նույնիսկ եթե դա ես հասկանում եմ, որ այնտեղ իրենք քննադատում են դա, բայց այդ ամենը երեխան դա չի հասկանում, իր մեջ նստում է խորը եւ ինքը դա կրկնօրինակում է։ Կրկնօրինակում է ինչ որ մի օր ինքը դառնում է այդպեսին։ Հետո զարմանում ենք, ասում ենք, վայ, այս ինչի է դպրոցում իրար ծեծեցին, ինչի դանակահարեցին, ինչու սպանեցին, այս ինչի սենց եղավ։ Բայց մենք ախր ամեն օր այսպես կաթիլային, այս դեղի նման դա լցվում է երակի մեջ, այդ հերոստացույցը անընդհատ դա կաթացնում է։ Այո, բացասական պրոպագանդա։ Եվ այս մարդիկ այդպեսին են դառնում։ Հիմա նրանց բացատրեց, որ պիտի գնաս, օրինակ մյուս կարևոր բանը, որ պիտի անընդհատ շեշտել, որ մեր երկրի ղեկավարի կինը մինչև պատերազմը հայտարարեց եւ նրանց թիմից էլ իր մարդիկ, որ մեր զոհերը եղել են հանուն ոչնչի։ Նույնը հայտարարեց ղեկավարը արդեն Արցախյան պատերազմից հետո։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ սուրբ նահատակությունը զրոյացվում է, վերվում է զուտ բնակ չի, ընդամենը կենցաղով ապրողի, սպառողի հոգեբանության, որքան դու կաս կեր խմի, եթե կրակեցին փախիր, այնքան որ կյանքդ փրկես, բայց մենք գոյատևել ենք եւ առհասարակ քրիստոնեական մշակույթն է դա ասում, որ պիտի գնալ զոհաբերության, առանց զոհաբերության, բայց ծոմը ինչու են պահում, ծոմը դա դիետա չի, դա զոհաբերություն է, որ դու չես անում այն, ինչն ամենաշատն ես տենչում, այդ 40 օր դու դրանից ես հեռու մնում, 40 օր դու քեզ ստիպում ես չանել այն,
ինչը դու ամենաշատն ես սիրում։ Շնորհակալություն Վահե, կարծում եմ ելի կհանդիպենք, Հուսանք։ մեր ունկնդիրը կարող է ձեր նկատառումներից, ոնց որ ասում եմ, մեր պարտքն է մատուցել, մեր ներկայացնել տեսակետներ, կարծիքներ, կարող են ոմանք ձեր տեսակետներին համաձայնվել, ոմանք չհամաձայնվել, բայց կարևոր է մտավորական մարդու տեսակետը լսելը, վերլուծելը եւ մտածելը ոչ հանուն ոչինչի են զոհվել, ուրեմն թող չհամաձայնվել, ինչ ասեմ։ Չէ, հանուն ոչինչի զոհ չկա։ Ինչ ասեմ։ Հանուն հայրենիքի կարելի է։ Եթե նահատակությունը մենք օրինակ այս սարսափելի խոսք ունենք, դա էլ է ախր գիտակցություն, չէ։ Խոսքը լեզվամշակույթն է, գիտակցությունն է։ Էշ նահատակ։ Սա պետք է հանվի ընդհանրապես խոսույթից, որտեղ նահատակը չի կարող էշ լինել, նահատակը ինքը արդեն սուրբ է։ Երբ մենք ասում ենք սուրբ նահատակ, նույնիսկ սա սխալ ենք մենք ասում։ Պիտի նահատակ բառը արդեն սուրբ է իր մեջ պարունակում է։ Ցանկացած եթե ասում ենք նահատակը զոհը չի, նահատակը սուրբ զոհն է։ Մեկ բառով։ Շնորհակալություն, կարծում եմ խոսենք հետագայում արդեն ավելի լավատեսական երանգներով եւ շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ եկաք։ Ես այնքան լավատես չեմ, բայց հույսը պիտի միշտ ունենալ։ Այո, հույսը պիտի միշտ վառ պահենք եւ թող Աստված պահպանի մեր հայրենիքը։ Առաջ Աստված։ Սիրելի բարեկամներ, մեր հյուրն էր բանաստեղծ, թարգմանիչ, դոցենտ Վահե Արսենը։ Ես նորից դիմում եմ մեր այն սիրելի ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, ընդհանրապես սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին։ Բոլորին ցանկանում եմ լավ գարնանային տրամադրություն եւ լավատեսություն։